Բարև ձեզ։ Ես Շուշանիկ Մարտիրոսյանն եմ։ Աշխատում եմ Արմավիրի մարզի բամբակաշատի միջնակարգ դպրոցում որպես շախմատի ուսուցչուհի։ Այսօր ներկայացնում եմ թվային հարթակների, ծրագրերի և տեխնոլոգիաների կիրառումը շախմատի դասավանդման գործընթացում։ Կրթական համակարգի զարգացման ընթացքում կրթական բովանդակության պահանջները ենթարկվել են փոփոխությունների։ Ինտերնետի և բջջային սարքերի զարգացման հետ մեկտեղ կրթությունը դարձել է ավելի ճկուն և հասանելի։ Էլեկտրոնային դասագրքերը, առցանց դասընթացները և կրթական հարթակները թույլ են տալիս սովորողներին ուսումնասիրել նյութը ցանկացած հարմար ժամանակ և վայրում։ Մանկավարժական ժամանակակից տեխնոլոգիաներում շատ կարևոր դեր ունի ուսումնական գործընթացում էլեկտրոնային ռեսուրսների կիրառումը։ Էլեկտրոնային ռեսուրսները միտված են դասագործընթացը ավելի գրավիչ և արդյունավետ դարձնելուն։ Տեխնոլոգիան կրթության մեջ չի կարող դիտարկվել որպես պարզապես գործիքային հավելում։ Այն փոխում է ուսուցման և գիտելիքի փոխանցման ամբողջ համակարգը, ձևավորելով նոր պահանջներ թե ուսուցչի, թե սովորողի առաջ։ Եվ եկեք մի բան դիտարկենք, որ տեխնոլոգիաները երբեք չեն կարող փոխարինել ուսուցչին։ Այն լրացնում է, հագեցնում է դասը և ավելի հասանելի ու մատչելի է դարձնում, այսինքն աջակցող գործիք է ուսուցչին։ Ժամանակակից ուսուցիչը պետք է տիրապետի ոչ միայն իր դասավանդած առարկայի բովանդակությանը, այլ նաև պետք է կարողանա դասավանդման ժամանակ ինտեգրել տարբեր տեխնոլոգիաներ և մեթոդներ։ ՏՀՏ-ներով կահավորված դասարանում դասը վարելու փաստը սովորողների մեջ հետաքրքրություն և ինտրիգ է առաջացնում։ Եվ ի հայտ է գալիս թեկուզ արտաքին մոտիվացիա։ Սովորողին հետաքրքիր է համակարգչի միջոցով նոր նյութ սովորել։ Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաները կարող են օգտագործվել ուսուցման բոլոր փուլերում։ Ավելի դյուրին է դառնում որևէ թեմայի մատուցումը, երբ ունես ցուցադրման կամ խաղային տարբեր մեթոդներով կազմված վարժություններ։ Սովորողները սովորում են խաղալով, ոգևորությունից չհասկանալով, թե ինչպես ներգրավեցին դասը, և այս մեթոդը շատ հարմար է կրտսեր դպրոցականների համար։ Ներկայումս կան բազմաթիվ համակարգչային ծրագրեր և օնլայն գործիքներ, որոնք օգտագործելով դասապրոցեսում ուսուցումը ավելի հետաքրքիր, գունավոր ու գրավիչ են դարձնում։ Շախմատ առարկայի դասավանդման գործընթացում ուսումնական նյութեր ստեղծելու համար կարելի է օգտվել Quizizz, Learning Apps, WordWall, Chess.com, Lichess.org և այլ կայքերից։ Գործընթացը առավել արդյունավետ և ինտերակտիվ է դառնում, եթե օգտագործում ենք խելացի գրատախտակ Smart Notebook-ը։ Իհարկե ոչ բոլոր դպրոցները ունեն այս հնարավորությունը, բայց եթե կա այդ հնարավորությունը, շատ արդյունավետ և ժամանակը ավելի լավ են կարողանում կառավարել և կազմակերպել։ Smart Notebook ծրագիրը ունի զանազան գործիքներ և պատրաստի մեթոդներ ու հնարներ, որպեսզի դասը կամ վարժությունը, որը ցանկանում ես կազմակերպել, ավելի գեղեցիկ, հասանելի և արդյունավետ կառուցես։ Եվ ինչպես տեսնում եք նկարում, երկրորդ դասարանն է, որտեղ դասապրոցես է, երկրորդ դասարանն է, դասի թեման մաթագուհիով և նավակով։ Նախապես Venn դիագրամի միջոցով երեխաները հիշում են անցածը և նոր անցնում ենք նոր դասի մատուցմանը, և երեխաները հետաքրքրված են ու ոգևորությամբ են մասնակցում դասին։ Նոր նյութի հաղորդման համար օգտվում ենք Lichess.org կայքից։ Ցուցադրվում է թագուհիով և նավակով մատի տեխնիկան։ Սովորողները ցուցաբերում են ակտիվ ներգրավվածություն, քանի որ ուսուցիչը ակտիվ մեթոդներով հարց-պատասխան, խնդիրների գործնական լուծում նրանց դարձնում է այս փուլի հավասար մասնակից։ Սովորողները ուշադրություն են դարձնում խաղադաշտի գծերին, խաղաքարերի հնարավոր քայլերին գծերը սահմանափակելու համար։ Ինչպես նաև այս կայքը իր մեջ ունի այլ գործիքներ, որոնց միջոցով կարողանում ես հեշտությամբ ցուցադրել փակված գծերը, սահմանափակումները և այլ տեխնիկա։ Այսպիսով, ուսուցչի ուղղորդմամբ, բացահայտման մեթոդով սովորողները պատկերացում են կազմում թագուհիով և նավակով մատի տեխնիկայի վերաբերյալ։ Եվ իհարկե զանազան վարժություններ են կազմվում, աշակերտները մոտենում են գրատախտակին, հետաքրքրությամբ տեղաշարժում են խաղաքարերը, ցույց են տալիս և ինչպես նաև արտահայտում են իրենց կարծիքը։
մասնակցություն, ինչը եւ թույլ է տալիս ուսուցչին ապահովել հետադարձ կապ, ստուգել դասի ընթացքում սովորողներից ձեռք բերված գիտելիքների մակարդակը եւ անհրաժեշտության դեպքում կատարել լրացուցիչ դիտարկումներ եւ ուղղորդումներ, իհարկե նաեւ ելնելով դասարանի առանձնահատկություններից պլանավորել եւ կառուցել հաջորդ դասերը։ Եվ ինչպես տեսնում եք նկարում պատկերված է դասապրոցես, երկրորդ դասարանն է կրկին, Wordwall գործիքով, որը խաղային մեթոդ է, թվերի հետևում թաքնված են հարցեր, աշակերտները չգիտեն ինչ հարցեր են բացվելու, բայց հետաքրքրությունից դրդված բոլորը ցանկանում են մասնակցել դասին, գալ եւ պատասխանել հարցերին։ Ամփոփում ենք կատարում եւ եթե աշակերտը այս դեպքում սխալվում է, նա այդքան չի մտահոգվում կամ իրեն վատ զգում, նրան թվում է, թե նա ներգրաված է խաղին եւ իհարկե եթե լիարժեք չի պատասխանում, նրան օգնում են ընկերները կամ ուսուցիչը եւ այսպիսով աշակերտները ամբողջությամբ ներգրաված է լինում դասապրոցեսին։ Այսպիսով տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում բարձրանում է դասի դինամիկան եւ աշակերտների ներգրավվածությունը, ձևավորվում են ինքնուրույն ուսումնառության հմտություններ, ամրապնդվում է հետաքրքրությունը շախմատի նկատմամբ։ Եվ իհարկե այստեղ շատ կետեր կարելի հավելացնել, ինչպես նաեւ ժամանակի կառավարումը, որը շատ կարեւոր է մեր ժամանակներում։ Այսպիսով կարելի է եզրակացնել, որ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաները կարելի է արդյունավետորեն կիրառել դասի տարբեր փուլերում։ Նրանք նպաստում են ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը եւ ամրապնդմանը, հնարավորություն են տալիս ավելի պատկերավոր եւ հասկանալի ձևով ներկայացնել նոր նյութը, ինչպես նաեւ իրականացնել արդյունավետ ամփոփում։ Շնորհակալություն։ Այսօրվա մեր դասի թեման երեխաներ մատ թագուլիով և նավակոտով դաս են կանցնելու։ Երեխաներ եկեք հիշեք շահից ազատվելու քանի այո, փախչել, ուտել, քաղել։ Այս դեպքում արդեն շահից ազատվելու որ միջոցով օգտագործել։ Փախալ, այո, փախալ 8-րդ հորիզոնական։ Եկեք հիշենք մատը։ Որն է կոչվում մատ։ Միասին այն շահը, որից ազատվելու միջոց չկա, կոչվում է մատ։ Լավ, հիմա եկեք երեխաներ, մի հատ ուրիշ օրինակ նայենք։ Երեխաներ, տեսեք, այստեղ պետք է մատ հայտարարել սևերը, մեկ քայլից մատ պետք է հայտարարել։ Այո, հիմա տեսեք, անգամ բացի առաջին հորիզոնականից ուրիշ տեղ աշխատում ոչ, ամբողջ երկրորդ հորիզոնականը փակել է փակուին։ Հիմա մենք մի քանի տարբերակ, ընդամենը ինչ պետք է անենք, որ մարդ լինի։ Այսինքն պետք է ինչ անենք, փակենք առաջ հորիզոնականը, որ արի առաջի տարբերակը մատարը։ Նաև այս տարբերակը կա, ոչ թե ապրես, ոչ թե քաղաքին իջնում ենք ներքև, այլ նավակի պաշտպանությամբ, մեր պաշտպանություն թեման առանցել ենք, չէ՞, նավակի պաշտպանությամբ մատ հայտարարես, նստի, հաջորդը, ով չի եկել այլ։ Ինչպես մատ կարող ես անել, մեկ քայլից մտածիր, ապրես, հիմա ես ես ինքնուրույն աշխատանք եմ հանձնարարում, մտածում ենք, հիմա ինքնուրույն մտածում ենք, թե ինչպես կարող ենք այս խնդիրը մեր քայլից մատ հայտարարել։ Աշո, ես նոր այս խնդիրը ձեզ բացատրել էի։ Այո, մենք ինչպես սովորեցինք, որ ապրես աշո, նայ, մի անգամ էլ եմ բացատրում։ Տեսեք, նավակը փակել է ամբողջ ուղղաձիգը, արդեն հարևան դաշտերը, մեզ մնում էր ընդամենը փակել ուղղաձիգը, ուղղաձիգը տվյալ դեպքում եւ մատ հայտարարել։ Հիմա ձեզ էլեկտրոնային գրադարանի ցույց կտամ խնդիրը, որպեսզի բոլորը միասին տեսնեք։ Առաջին տարբերակ երեխաներ, Ռաբին կարող է իջնել եւ1 եւ մատ հայտարարել արդեն, քանի որ նավակը փակվում է ամբողջ ինչ է, երկրորդ հորիզոնականը։ Ռաբին
Կարդանք